Արման Թաթոյանի քաղաքական թիմը գտնում է, որ կենսաթոշակառուներին բարեկեցիկ կյանքով ապահովելը բարձր թոշակ տալը պետության պարտավորությունն է, ոչ թե բարեգործություն կամ քաղաքական ժեստ։ Ինչ է կարծում, իշխանությունը իր այդ պարտավորությունը լավ է կատարում։ Ոչ, դժգոհ ենք իշխանությունից էլ թոշակից էլ։ Ինչու է կարծում, ցածր է, չի։ Շատ չնչին թոշակը 43,000 է ապրել կլնի, չէ աղջիկ ջան, գոհ չենք։ Իրենք էլ պարգևավճարներ են ստանում բարձր։ Բոլորիս հայտնի է, ինչ կարանք անենք, եթե խիղճ ունենք ավելացնենք։ Որ բավարարի չեմ աշխատի, ես 3 տեղ աշխատում եմ թոշակի հետ միասին։ Իհարկե ոչ, ես սաղ պատերազմների մասնակից եմ եղել, այսօր մենք անտեսված ենք, կռվի մասնակից տղաներով։ Դե չի հերիքում։ Արդարություն տեսնում եք, որ թոշակառուների թոշակը չեն բարձրացնում, բայց բավականին խոշոր թվերով պարգևավճար են ստանում։ Ես դա ճիշտ չեմ համարում, Ազիզ ջան։ Բայց դե ոչինչ չեն կարող անենք։ Թոշակ կա, որ գոհ լինեմ։ 3 օրվա ծախսի փող է։ Արման Թաթոյանի քաղաքական թիմը գտնում է, որ թոշակը բարձրացնելը դա պետության պարտավորությունն է, ոչ թե բարեգործություն։ Հա, բայց Փաշինյանն էլ ասում է, որ թոշակառուն թող իր հնարավորությունների չափով ապրի։ Ասում լավ են ապրում։ Հա, շատ լավ ենք ապրում։ Ոչ մի բան նորմալ չկա, ինչ կա նորմալ։ Իրանք տաշի տուշի են անում, մենք էլ ոտի վրա կանգնած ենք։ Այսինքն պետությունը իր առջև դրված պարտավորությունը լավ չի կատարում։ Այնքան փող էլ չի տալի, որ գոնե իրանք որ տաշի տուշ անեն, մենք էլ ծափ տանք։ Գոնե թաղվելուց որ ստատկեն կգնանք ծափ կտանք։ Այն ժամանակ կուրախանանք։ Թոշակները ինչ որ չափով բարձրացրել են այդ քարտային համակարգը որ գցել են, բայց կարելի է որտեղ ոչ բոլոր թոշակառուներն են էլի կարողանում օգտվել այդ քարտային համակարգից։ Այդ է։ Իսկ դենց որ բարձրացրել են էլի գոհ ենք, շնորհակալ ենք։ Հա, ինչ աշխատել են ստանում են։ Էդ է։ Դե գիտես ինչ կա, ամեն աշխատանք էլ ազնիվ մարդիկ եթե աշխատում են, պետք է էլի ստանան պարգևավճար։ Ես չեմ անում էլի, օրինակ մեր կոմունիստների բախտով որ մենք աշխատում ենք առաջատար ասենք մարդիկ էին կլնում, մեզ էլ էին տալի պարգևավճար։ Թոշակը հերիքում է ձեզ առօրյա կարիքները հոգալու։ Դե որ ասես դες իհարկե չէ։ Վետերանենք ոչ մի բանից չեն գործում, ոչ բուժարու ծառայություններից, ոչ մի բանից։ Ապտեկաներ մտնում ես հերթ, խանութներ մտնում ես հերթ։ Բայց Սովետի միության բախշը, սես բաներ չի եղել։ Մտնում էր գրած էր, պատերազմի վետերաններ արտահերթ ամեն տեղում։ Տրանսպորտում կլներ, խանութներում կլներ, ցանկացած տեղ, բանկերում կլներ։ Սաղ տեղել հարգանք պատիվը կար, բայց այսօր ոտնահարված է մեր բոլորիս իրավունքները։ Թե ժողովրդի, թե թոշակառուների, թե պատերազմի մասնակիցներ։ Չի կատարում ոչ մի բան չի կատարում, ի՞նչն է կատարում։ Չի բարձրանում թոշակը։ Չի բարձրանում թոշակը եղածնել գնաճի պայմաններում արժեզրկվում է եղած գումարը։ Այսինքն իշտում է թոշակի ռեալ գումարը արժողականությունն ընկնում է։ Վարչապետն ասում է թոշակառուները լավ են ապրում, բարեկեցիկ են։ Դնդեղից տենց է երևում։ Բիզնես են հիմնելու։ Բայց ինչով եթե թոշակը չի բավարարում, մինիմալ ինչով բիզնես հիմնի այդ մարտիկները գումար ապի, չէ բիզնեսի համար։ Դա մի 70-80 տարեկան մարդ հիվանդությունների փունջը շալակին գնում է բիզնես, այ։ Ասում է թոշակառուներին գումար չենք տալու, որովհետև իրենք չգիտեն որտեղ ծախսեն այդ գումարը։ Դե ասում դες տենց է երևում։ Խուշտով սովածի մասին չի մտածում։